էլի։ Սիրում եմ ես շուտ։ Գիտես չէ, ավելի լավ նվեր չէիր կարող անես իմ համար։ Ես գիտեի, որ քեզ դուր կգա։ Ո՞վ է սրա։ Ամնս քեզ բան չի ասել։ Խոսա արա։ Չնայած պարզա ով է, գողա ով է։ Դու вообще տեղյակ ես ում դա չես մտել։ Պատկերացրու որ հա։ Ինչ ես անում ստե։ Քաշիլ է ձեն։ Մնացածն ուր են։ Բա չես տենում վիճակս, ինչ մնացած։ Սևակ ինչ ես անում։ Մենակ չասես, որ դու սրան հավատում ես։ Ես զանգում եմ ոստիկանություն։ Հանգստացի մի հատ լիկա։ Ոստիկանություն, ոչ մեկի մի զանգեք։ Ոստիկանության տեղը Արամին զանգեք, չնայած էդ էլ պետք չէ, սովոր որ այդ տեղ կհասնի։ Ինչ։ Ինչ ես խոսում։ Լիլ, գիտես ինչ եմ մտածում, որ սենց գնաս, գաս այդ գնացած այդ տեղը սաղ մաշելու է։ Իսկ ես մտածում եմ, որ քո իսկական տեղը թատրոնում է, վայ չէ կներես, կրկեսում։ Հա, անամպեր սպասում եմ երբ են մեր ցիրկը սարքելով, որ տեղափոխվեմ ընդեղ։ Քեզ էլ ձրի տոմսեր կուղարկեմ, պստիկ ջան։ Ես անհանգստությունից տեղս չեմ գտնում, իսկ դու կատակներ ես անում։ Հասկացի, այդ կատակներդ ամեն անգամ չի որ տեղին է։ Լավ, կարամ իմանամ ինչ ես անհանգիստ։ Ամենավատը անցյալումը։ Հեսա Աբելը ու Արամը կգան։ Մտածում եմ հիմա ինչ ա ուզում այդ քննիչը։ Դու մի անհանգստացի։ Աբելը վաղուց երեխա չի։ Դու ավելավ է ինչ-որ մի հատ հետաքրքիր բանով զբաղվի, որ ցրվես։ Չեմ կարող, անդադ մտքումս էդ է։ Չկարողանել բառ չկա, ամեն ինչ հնարավոր է։ Ու դու գիտես ինչի չես կարողանում, որովհետև դու քեզ տենց ես տրամադրել։ Ու վերջ։ Իսկ ոնց չմտածեմ, եթե Աբելն անդադ խնդիրների մեջ է։ Այն ժամանակ էլ ոչ մի օր մաման հանգիստ չէր լինում։ Հենց Աբելը մի քիչ ուշանում էր, էլի սենց անհանգիստ սպասում էր իրան։ Դե այդտեղից էլ ամեն ինչ գալիս է։ Իսկ ես ինչ անեմ։ Ու այնպես չի, որ անհանգստանալու առիթ չունեմ։ Լիլ, ես քեզ հասկանում եմ։ Բայց դու պետք է սկսես մտածել քո կյանքի մասին։ Հասկանում եմ, մտածում ես աղբորդ մասին։ Ես աղբորդ մասին էլ։ Բայց դու քո կյանքը ունես, պետք է մտածես քո կյանքի մասին, քո ապագայի մասին։ Պետք է հետագայում կազմես քո ընտանիքը, ու տենց շարունակ։ Լիլ, ինչ եղավ։ Վռասը համաչեցիր, հետո էլ կասես ես երեխա չեմ։ Հիմա գիտես ամենաշատն ինչ եմ ուզում։ Մենակ Աբելի հետ կապված բան չասես էլի։ Չէ, Աբելի մասին չէ, ուրիշ։ Դու ասա լսում եմ։ Ես ուզում եմ ընդունվեմ, ավարտեմ ու լավ աշխատանք ունենամ։ Այ ապրես։ Միշտ հավատում եմ ամենալավին, բայց մի տեսակ միշտ հակառակն է ստացվում։ Գիտես Լիլ, ես արդեն սկսում եմ Աբելին նախանձել, որ քո պես քուր ունի։ Իսկ դու աղբերիդ մեջ տարբերություն ես տենում։ Դες ոնց կլինի։ Լավ, մի բան եմ հարցնում։ Ինձ Աբելի չափ սիրում ես։ Լիլ, կարող է ինձ Աբելից է շատ ես սիրում։ Եվ որ չես խոսում, ես մտածում եմ, որ վաբշե չես սիրում։ Հա։ Սիրում եմ։ Քորիկս ծաղ լավ է լինելու։ Լավ։ Արամ ջան, ես գնում ես արդեն։ Հա, մամ ջան, գնում եմ, բայց դու չպետք է այդքան թողեր քնած մնայի։ Իսկ ինչ անեի քո կարծիքով, եթե այդքան ուշ էիր եկել ու հոգնած էիր։ Մամ, դե հիմա ուշացա արդեն։ Ուր ես ուշանում։ Դա մամ գնացի, գործեր կան։ Էլի ուշ ես գալու։ Չէ, այսօր շուտ կգամ, նորմալ է։ Իսկ ինձ կասես թե երեք ինչ էր եղել։ Մամ ջան, մի անհանգստացի, ամեն ինչ լավ է։
Կգամ տուն կխոսանք։ Արամը։ Այդ աղբորդ հետ, հա։ Չեմ հասկանում, դու ով ես, Արամն է քեզ բերել էստեղ։ Դու էլ աշկիս քուրն ես, ոչինչ ես ակգա կբացատրի։ Մի տեսակ լավ բան չստացվեց, էլի։ Մենք չգիտեինք, որ ստե մարդ կա։ Բայց ոնց որ տենում ես կա։ Բան չասեցի, ապեր։ Եթե Արամը քեզ տեղ է բերել, ուրեմն դու իրան մոտիկ մարդ ես։ Թե զենքի պահովել ճոգում ես, էլի։ Արդեն հասկացա, բայց ոնց որ իմ մասին չես ուզում խոսես, հա։ Դու էլ տղա ես, ճոգում ես, էլի։ Չեմ ուզում, որ աղջկա վրա տունը խոսակցություն գա։ Հետո Արի, ես ինչ որ տեսար, մեր մեջ մնա, Արամը չիմանա այս թեմաների մասին։ Հիմա չիմացավ, հետո կիմանա։ Երբ որ ժամանակը գա, Արամը կիմանա։ Այս աղջկա հետ ես լուրջ նպատակներ ունեմ։ Երևի դա չէ եկել էիք դաս սովորելու։ Մին մոռացի, որ դպրոցական երեխա է։ Լավ բան չես անում։ Արի դու ինձ մի ասա, ես ինչը ոնց անեմ։ Ես ձևերը լավ գիտեմ, էլի։ Ինչ ուզում ես արա, մենեք այդ տոպրակները չմոռանաս։ Ինչ եղանուշանում են։ Լիլ, հո ամեն վարքեն չենք զանգելու զզվացնենք։ Լավ, նա տարի թեման փոխենք, ծրվենք մի քիչ։ Գրող դպրոցում հավանած տղա ունես, բան ասենք։ Դու իմ հետ կարաս կիսվես։ Ես ո Չոբան Աբելը չեմ։ Իմ հայացքները շատ ժամանակակից են։ Բայ նոյ։ Եթե տենց հարց կա, դու ինձ ասա։ Ես ընդունում եմ, որ աղջիկ տղա իրար հետ շփվում են, իրար ճանաչում են։ Հետո նոր լուրջ քայլերի են դիմում։ Բայց նայ, եթե ինձ ծանոթացնես իր հետ, դուրս եկավ, դաբրոս կտամ, եթե չէ, գլուխը գջարդեմ։ Ինչեր ես խոսում։ Ինչ է լավ ժամանակ ես գտել ես ամենը քննարկելու։ Բայց ինչ խոսում ենք էլի։ Եթե ասում ես այս ամեն ինչը, որ ինձ Աբելի թեմայից շեղես, չի ստացվի։ Բայց եթե լուրջ էր հարցում, ուրեմն քո հետ հաստատ մի բան ինչ։ Լավ, կներես, եթե ինչ-որ մի բան ինչ ասեցի։ Չէ, ուղղակի քո միտքը անդադ աղջիկներն են, ուղեղումդ մենակ էդ է։ Եթե ուզում ես ինչ-որ թեմայի մասին խոսես, մենակ այդ մասին ես խոսում։ Հա, բայց Լավ, հա։ Ոչ մի բան էլ մի ասա։ Հա, բայց դες ոնց կլինի, ոնց է չլինի մեկը դպրոցում քեզ սիրալված կլինի։ Ահա։ Հա, լավ, էլ չեմ խոսում։ Բայց դες չի լինի, է։ Լիկա հանգստացի մի հատ, ինչ ես խառնվել իրար։ Ոչ մի բան էլ չի լինի։ Աստված իմ ինչի համար։ Այդ հաստատ Արամի ինկերն է, ինչ եմ անելու։ Արամին ամեն ինչ պատմելու է, Սևակ։ Հանգստացի մի հատ, Լիկա։ Դե բա իհարկե, քեզ հեշտ է։ Դու ձերանց չես խաբել, չես փախել դասից։ Ինձ կմորթեն։ Ցավը տարեմ, դու ինչ իմանայիր, որ դաչայում կարող է մարդ լիներ։ Հիմա այդ կարևոր չի։ Ինձ մորթելու են։ Հիմա մենակ էդ է կարևոր։ Լացի կյանքս։ Այն ոնց ես ապրել։ Արդեն շատ ավելի լավ։ Կներես այսօր քնած էի մնացել։ Արդեն բոլոր տորնա չես քայնում, նորմալ է։ Լավ, այդ կարևոր չի։ Արի հիմա հավաքվեն գնանք, Ռիթը շատ անհանգիստ է ու մեզ է սպասում։ Քեզ պատմից գա, նա տաքսի կանչի ես գնամ։ Ինչ տաքսի, Աբել։ Դու չես հասկանում, հա ոնց որ։ Ես շատ լավ հասկանում եմ, բայց քեզ տաքսիով չեմ ուղարկելու։ Որ հասկանայիր, այսքան չէիր խորանը։ Դու չգիտես ինչ կարևոր գործով կասկածալ ես հիմա կարամելն եմ։ Ու անիմաստ քեզ խնդիրների մեջ ես քաշել։ Եղավ լավ, հասկացանք, բայց ես քեզ տաքսիով չեմ ուղարկելու։ Ինչ պիտի լինի որ։ Աբել, եթե դա նորմալ է, ուրեմն մյուս անգամ որ ինձ ինչ-որ մի բան պատահի, դու ինձ կդնես տաքսի ու կուղարկես։
Պայմանավորվեցինք։ Լավ, այդ դեպքում մի բան դուր գցեմ վրաս, որ Լիլիթը այս վիճակում ինչ չտեսնի։ Լավ, հեսա տնամ ինչ կա այստեղ։ Լիկա, Լիկ ինչ եղավ կյանքս, գոնե մեկ գոռա, ճչա, տենց ավելի լավ է, էլի։ Համել կարող այդ տղեն ոչ մի բան չի ասում։ Չի կարող չասել։ Լիկ, ասում եմ չգնանք մի տեղ։ Համել հասնում ենք քաղաք արդեն։ Չես մոռացել, չէ՞, որ ինչ օր է կյանքս։ Այսօր քո սևակի ծնունդն է։ Գնանք մի տեղ նստենք, մի քիչ թուլանանք, դեմքդ բացվի մի քիչ, նայել ես դեմքիդ վաբշե։ Ու դու դեռ ուզում ես, որ մենք ինչ-որ տեղ գնանք։ Զզվել եմ արդեն այս ամինչից, ո՞նց կարելի է այսքան։ Տենց բորբոքվելու բան չասեցի։ Իմ ջոգելով քո տրամադրությունը բարձրացնելու միակ ձևը էդ էր։ Հազիվ էլ։ Ես ավելի լավա տուն գնամ, ինձ տար տուն։ Բա դասերը, հիմա ոբշե դու դասի չպետք է լինեիր։ Կասեմ, որ դաս չկա, բայց հաստատ քո հետ ոչ միտեղ չեմ գնա։ Ոնց կուզես։ Բայց իսկականից ուշանում եմ։ Լիլ, իմ հետ չես խոսալու, հա, վերջ։ Գույրիկ ջան։ Լիլիթ, Լիլո։ Ինձ չասես Լիլո։ Չէ, մասի կներես, որ նեղացրեցի։ Ես մեկ-մեկ շատ եմ խոսում, բայց սրտիս մեջ բան չկա, գիտես։ Հա, չափից շատ։ Մեկ-մեկ սա խառնում ես իրար։ Կարող է։ Կարող է չէ հաստատ։ Շկա։ Լավ, դե հարի բարեշենք։ Վերջ մեր կուրախբեր հարաբերությունները վերականգնում ենք։ Ոնց են ասում, բարեշենք, ազատալի չկրվենք։ Երևի։ Աբելնա։ Չէ, Բա ինչի չես պատասխանում։ դե կարևոր զանգ չի դրա համար։ Հա, երևի են ընկերուհիներդ են։ Ուզում ես դուրս գամ, չխանգարեմ, դու հանգիստ խոսա։ Չամաչես հանկարծ։ Ես չեմ հասկանում, ո՞նց չես հոգնում այդ նույն աննման ընկերուհիներից հետ։ Ոյ ջանույն, մռոտ։ Ոյ, ինչևից է։ Այս անգամ ոչ մի ձև չունեմ պրծնելու։ Ինչա լինելու իմ հետ։ Կգժվեմ հեսա։ Կավա արդեն ասել եմ մամային Արամը։ Ինչ անեմ։ Այս ինչ կյանք է։ Չես կարողանում մի բան հանգիստ անել։ Անընդհատ պետքա թույլտվություն հարցնես բոլորից մի քայլ անելուց առաջ։ Էս էլ իմ անակնկալը։ Ինչ ստացվեց։ Չէ, հեսա սիրտս կպայթի։ Մամ, Ասա Լիկա։ մտածեցի քնած ես։ Չէ, քնած չեմ արի։ Էս ինչ ես շուտ եկել այսօր։ Հա, խնդրեցի, որ շուտ թողնեն։ Մտածում եմ քո մասին, անհանգստանում եմ։ Քեզանից չի։ Ինչի, մամա։ Չեմ կարա մտածեմ քո մասին, չեմ կարա անհանգստանամ։ Դու եղբայրդ երբեք չեք թողնի, որ ես հանգիստ լինեմ։ Արամը հիմա էլ նոր խնդիրների մեջ է անկել։ Բա Արամը ուր է, ինչի տանը չի։ Չգիտեմ ուր է։ Զանգում եմ անհասանելի է։ Մի հատ զանգի, տես ուր է։ Լիկա չես լսում։ Ասում եմ զանգեցի անհասանելի է։ Փաստորեն դեռ չի ասել։ Մինչև գա ես կմեռնեմ հաստատ։ Լիկա։ Լիկա։ Ինչ է եղել։ Ոչ մի բան, մամ, ամեն ինչ նորմալ է։
Խաբեր։ Կարոտել էիր։ Ոնց է։ Սպասի նստել։ Ոնց ես։ Լավ եմ Լիլ, արդեն լավ եմ։ Հեն Լիլ, հիմա հանգիստ ես։ Հա, բայց այն քննիչն է անընդհատ զանգում։ Ոչինչ Լիլ։ Մի անհանգստացի շուտով ամեն ինչ կավարտվի։ Մի մտածի դրա մասին։ Ես անհամբեր սպասում եմ դրան։ Լիլ ջան, հավատա ամեն ինչ լավ է լինելու։ Կարևորը Աբելը լավ է, արդեն տունն է։ Իսկ մնացածը ժամանակի հարց է։ Այդ ցավերն է, որ հիմա ունի, այդ ճանապարհից է եկել։ Մեքենայի մեջ կարերը ցավացրել է։ Այդ մի ժամը այդ եմ բացատրում, որ ամեն ինչ լավ է լինելու։ Քեզ էլ մերսի շատ ախպերես, որ դու չլինեիր, չգիտենք ինչ էինք անելու։ Պետք չի ախպերս շնորհակալություն ասել։ Ես ձեր համար ուրիշ մարդ չեմ։ Ինչ որ շատ ցրված ես։ Ման ջան, ես ուղղակի անընդհատ ինչ որ խառը բաների մասին եմ մտածում։ Գիտես ուրախալի է, որ գոնե վերջապես սկսել ես մտածել։ Վերջապես կհասկանաս, որ ես ու հայրդ ամեն ինչ արել ենք ձեզ համար ու փորձել ենք, որ դուք ապահով լինեք։ Ու միայն լավ շրջապատում լինեք։ Բայց դու հակառակն ես անում։ Ու դա քեզ լավ կողմից չի բնութագրում։ Կարծում եմ ժամանակն է, որ դու խելքդ գլուխդ հավաքես ու ճիշտ մարդկանց հետ շփվես, ոչ թե ինչ-որ փողոցից մեկի հետ։ Մամ ջան, կարող ուզենաս ինչ-որ բան բերեմ ուտես։ Չէ, Լիկա ջան, դու խոսակցության թեման մի փոխի, ես ոչինչ չեմ ուզում։ Արամն է, վերջապես։ Ալո, հա տղես։ Հա, նորմալ է ամեն ինչ։ Գալիս ես։ Դե լավ արի։ Հա։ Ինչ ասես գալիս է։ Ինչ-որ շատ տարօրինակ է Լիկա։ Դու երբեք Արամով չես հետաքրքրվել։ Ես մտածում էի, որ ամեն ինչ կփոխվի, որ ամեն ինչ կսկսես արժևորել, բայց սխալվում էի։ Ինչի նորից գնացիր այդ կեղտոտ ճանապարհով։ Հիմա ինչ է քեզ սպասում։ Չգիտեմ։ Չեմ էլ ուզում մտածել։ Ես ոչինչ չեմ ասի քեզ։ Կսպասեմ, որ դու ամեն ինչ պատմես։ Ես մի քիչ էլ կսպասեմ։ Ինչ ես այդքան լացել։ Ասեցի չէ արևոտ, որ ամեն ինչ արդեն լավ է։ Ուրախությունից։ Գժվել ես։ Չէ։ Ուղղակի քեզ շատ եմ սիրում։ Էլ չլացես։ Այն աշխարհից հետ չեմ եկել, որ լացես։ Ցավեր չունես։ Չէ։ Մաման չի գալու։ Ոչ էլ երեկոյան։ Հիվանդը։ Ինչ է պատահել։ Տաքություն ունի։ Իսկ գործի չի գնացել։ Չէ, չթողեցի։ Ճիշտ ես արել, որ մամային մնա 40 աստիճան ջերմությամբ կգա ու կողքս կնստի։ Մաման մեզ շատ է սիրում։ Մաման մեզ այնքան շատ է սիրում, որ մինչև հիմա իրան թվում է 5 տարեկան ենք։ Քեզ շատ է կարոտում։ Ամեն օր նկարի տա նայեմ։ Դու իր աշխարհն ես։
Լիլիթ չլասես։ Մենացած հանդիպման ժամանակ ես որ քեզ ասացի, որ ամեն ինչ փոխվելու է իմ վերադառնալուց։ Որ ես ամեն ինչ անելու եմ, որ մեր կյանքը կարգավորվի։ Խոստացել եմ, չէ՞։ Հա։ Իսկ հիմա գնամ մամայի հետևի։ Հանկարծ չթողես որ գա։ Ես արդեն լավ եմ։ Գնամ մամայի հետևի։ Ավել։ Ոնց ես։ Երկար եմ քնել։ Քո վիճակում ես նորմալ է, բայց արի օգնեմ պարկի, հա, ավելի լավ է պարկես։ Բան չկա, ինչքան շատ քայլեմ այնքան շուտ ոտի քայլեմ։ Լիլիթ ուրեմն ես հեչ, դու ավելի լավ է մի հատ ավելի համար չայ սարքի, ես կօգնեմ։ Արի ախպերս։ Աբել պես քեզ հաստատ լավ ես զգում։ Ուսին շարունակվի շուտով կքայլեմ։ Հա, բայց այսքան պետք չի, որ քեզ ծանրաբեռնես։ Կլինի Արամի պես չխոսես։ Ինչ։ Ահա։ Այսօր մեր նորաթուխ ախպերը։ Եկեք, խեք կանգնել։ Լիկա հերիքա գնաց, գազ գլուխս պտտվեց արդեն, աղջիկ ջան։ Հա ջան։ Բարև։ Բարև։ Լավ ես, Լիկա ջան։ Լավ եմ։ Եթե բանն ես ասելու մի անգամից ասա Արամ։ Դժվար աղջիկ ջան, ինչ եղավ քեզ։ Հա։ Ոչ մի բան է դու ես ինչ որ տարօրինակ ես պահում։ Լսի, եթե այս տանը մեկը կա որ տարօրինակ, այդի դու ես։ Բալես մի զարմացի, ինքը շատ այսօր տարօրինակ է իրան պահում։ Լիկա, բան է եղել, չեմ հասկանում։ Մամ կլինի, ես գնամ իմ սենյակ։ Հետո կգամ կտեսնեմ ոնց ես։ Այս աղջիկա թե ինչ է կատարվում։ Կարող է շատ ես ճնշում իրան։ Չնայած Լիկայի դեպքում ճնշումը իրան հեշտ չի խանգարի։ Լավ ես անում։ Ես չեք ուզում առաջ գաք։ Չոր ես դիմավորում հին ծանոթներիդ։ Որոշեցի անակնկալ անեմ։ Ստացվեց։ Ես երևի նստեմ։ Դե դու մեզ չես կարոտում, ես էլ որոշեցի քեզ տեսակցության գալ։ Ինչ կա։ Մի քանի հարց կա քննարկելու։ Շատ ժամանակ չեմ խլի։ Դե չեմ էլ կարող։ Դու հիմա ազատ մարդ ես։ Լավ էլ վայելում ես ժամանակդ։ Քեզ չեմ կարողանում գտնել։ Հա, կորցրածս տարիներն եմ հետ բերում։ Սրամիտ ջան, ուր էիր։ Երբ։ Վերջին 3 օրը։ Ընկերներիս հետ էի։ Ժամանակ չես կորցնում։ Լավ անցավ։ Չեմ բողոքում, գիտես, շքեղ։ Լավ է, վատ չի։ Ուրիշ հարց կա։
Ընկեր քննիչ։ Լավ, որ հիմա քրոջդ կողքին ես։ Թե չէ ավազակային հարձակումները շատացել են։ Ճիշտ է, հիմնականում հարուստների տներն են նշանակետի տակ։ Օրինակ, դատավորների։ Լավ բան ասեցիր։ Հիմա լավա քրոջս կողքն է։ 2 օր առաջ գիշերը տանն ես եղել։ Հա, Փաստորեն այդքան էլ լավ չես անցկացնում ժամանակդ, որտեվ հիշողությունը դեռ տեղն է։ չեմ հասկանում ինչի մասին է խոսքը։ Երբ որ քաղաքում ավազակային հարձակում է լինում, գողություն կամ սպանություն, առաջին հերթին բանտից նոր դուրս եկածներին են կասկածի տակ առնում։ Բայց անգամ ինչ է։ Գողություն ու ավազակային հարձակում։ Պարզ է։ Լավ։ Ես երևի գնամ։ Չխանգարեմ ձեր ընտանեկան հանգիստ երեկոն։ Ես չես ճանապարհելու։ Չէ։ 5 րոպեվա ընթացքում դրան տեղը ոնց որ չի փոխվել։ Ճիշտ ես։ Ընկել ես հետևից ես։ Հենց քեզնից չեմ բարձնելու։ Դու ինչի դες վախեցար։ Ես էլ էի կարդացել այդ դատավորի մասին լուրը։ Ու Աբել, դու կապ չունես, չէ՞։ ես դրա հետ կապ չունեմ։ Ուղղակի չկա։ Բագետ թեման լինի։ Ախպերս, բայց դու Հիմա էլ դու։ աղջիկը։ Նեն լավ չես զգում։ Չէ։ Արամը ոչ մի բան չգիտի։ Հետաքրքիր է այդ տղան չի ասել, կամ էլ դեռ կասի։ Դե արի ու սպասի ու վախի մեջ ապրի։ այսօր շատ ոտքի վրա մնացիր։ Այդ քննիչն էլ մի կողմից։ Ես լավ եմ լիլ։ Ինչ անեմ։ Աբել դե խոսա հասկանանք ինչ անենք։ Ախր տեսնում եմ որ լավ չես։ Ինչ անեմ։ Մի խառը մի նորմալ ամեն ինչ։ Ինչ անենք։ Լիլիթ ես չեմ հասկանում։ Վաղ դպրոց չեմ գնա։ Չէ, կգնաս։ Չէ, քննություն ունեմ, եթե դու մոտը մնաս, կարամ շուտ գնամ 2 ժամից կան։ Որ ես մոտը մնամ, ես մոտը կմնամ, դու գնա, քո քննությունը հանձնի։ Լավ, տեսնենք գիշերը ոնց կլինի։ Կարող ենք խոսել։ Աբել։